2014 թվականը 23 ընտանիքի համար շրջադարձային էր, իհարկե բարերարների շնորհիվ, ավելի քան 100 խեղված ճակատագիր խմբագրվեց։ Հետևաբար ճիշտ չէր լինի ուրախությամբ սկսած տարին ուրախությամբ չավարտել։ Փակ շուկայում գործող Պրոսպեկտ սրճարանի տնօրինությունն առաջարկեց հյուրընկալել մեր նախագծի հերոսներին եւ ամանորյա տոն պարգևել։ Նրանք Երևանից ու մարզերից շտապում էին սրճարան պատմելու իրենց հետ կատարված հրաշքի մասին։ Այդ օրն առաջին անգամ էին հանդիպում, բայց ծանոթ էին հեռուստաեթերից եւ կարծես բախտակից էին դարձել։ Ու միասին ամփոփեցինք տարին Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հավատամ կենտրոնի հոգեվոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի օրհնությամբ։ Մեծերից մեկը ասում է մեր միշտական եւ հիմնական ընկերը, որ մեր կողքին կարող է լինել, մեր շրջապատի մարդկանցից չի, մեր խիղճն է, մեր օրհնությունը կազմակերպիչներին, բարերարներին, ներկաների։ Այս փոքրիկին հեռուստադիտողները թերևս չհիշեն։ Ամիսներ առաջ էինք պատմել բժիշկների ընտանիքում ծնված Տիգրանի մասին ու այսօր հրաշքի ականատես ենք։ Վերջին 1 տարվա մեջ 2 անգամ եղել են Գերմանիայում, լիակատար առողջ երեխա է։ Նշավան գյուղում վարձակալած շնչառական ապարատով գոյատևող աղասուն Գերմանիայի հայ համայնքը 5000 եվրո արժողությամբ ապարատ նվիրեց։ Նաև միացավ մյուս բարերարներին նրանց այլ նվեր մատուցելու համար։ Մեր տան պատերը կառուցվել են, ճիշտ է, կիսակառուցա, բայց շարունակում է շինարարությունը իմ ընտանիքի երազանքների երազած բունն է։ Արայ գյուղում ապրող Լալա տատը ամերիկահայ բարերարների միջոցով Գարնանը նոր տանտեր կդառնա։ Ինձ համար շատ բան փոխվեց իմ երեխաների թորնից կյանքը։ Լիարժեք ապուստի համար։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորից։ Նելի անկողնում գանված մայրը առողջապահության նախարարի ուշադրության արդյունքում արդեն քայլում է եւ ոչ միայն։ Մեր մարզպետարանի Գեղարքունիքի մարզպետ պարոն Գրիգորյանի, փոխմարզպետ պարոն Հակոբյանի սրտացավ վերաբերմունքի շնորհիվ ես հիմա ունեմ աշխատանք։ Արթուր Բադալյանն էլ առողջապահության նախարարի աջակցությամբ աստիճանաբար հաղթահարում է գերության հետ կապված տխուր հիշողությունները։ Շնորհակալ եմ բոլոր կազմակերպություններից, բոլոր ասենք ձեր հաղորդավարությունից։ Շիշ հավաքելով տունը պահող Երզնկյան եղբայրները դարձյալ բարերարների օգնությամբ նորից դպրոց են հաճախում։ Նորոգել են տնակը, իսկ Գարնանը կսկսեն նոր տան շինարարությունը։ Հիմա տվել ենք, որ քարը պետք է բերենք, թափենք, որ կարող տարվա մեջ մենք տունը կառուցենք։ Բարերարները վճարեցին նաև ավտովթարից հետո $8000 պարտ կուտակված Բալաջյան ընտանիքի պարտքը եւ ոչ միայն։ Իմ ամուսնուն առաջարկեցին շատ աշխատանքներ, ինքը ընտրել է գյուղում աշխատումը իր աշխատանքով։ Մորից լքված եւ հոգեկան խնդիրներ ունեցող հորը, քրոջն ու եղբորը խնամող Քաջիկին եւս միայնակ չթողեցին։ Իմ կյանքում շատ բան փոխվեց։ Ես տները վերանորոգեցի, ճիշտ է աշխատանքի առաջարկներ շատ եղան, բայց ես ընտրեցի փայտի գործը։ Ռեմբո մականունը ստացած գոհարը ոչ միայն վերագտավ կանացիությունը, այլև օգնության ձեռք մեկնածների շնորհիվ նորոգում է տունը։ Թեթևացած է շատ, ոնց որ տեսնում եք ոնց ջեյլոն դիմավորել եմ ձեզ, նույն այսպես, եկե ջեյլոն նման նորից եկել եմ այստեղ։ Լուգանսկից թորի հետ փախած Լույսիային մեր բարերարները եւս անօթևան չթողեցին։ Հայրենիքում գրկաբաց ինձ ընդունեցին, տուն տվեցին, տեղ տվեցին, որ թափառական են ծտերի նման երեխեքին առած ընկնում ենք այս կողմ են կողմ, բայց բուն ունեցանք։ Հենրի Քոչարյանը ընկերների օգնությամբ մեծացրել եւ նորոգում է 12 երեխա լույսաշխարհ բերած Գայանե Կիրակոսյանի տունը։ Հայրիկս մեքենա է գնել եւ զբաղվում է առևտրով, որով ապրում ենք։ Ամեն ինչ նորմալ է։ Ստեփանյանների այրված տան նորոգման աշխատանքները բարերարներն արդեն սկսել են եւ շուտով այն կլինի ավելի ընդարձակ եւ լուսավոր։ Պատուհանները, դռները բոլորը տեղադրված է, հիմա տանիքն է ամբողջությամբ սվարկայնանում, ընթացքի մեջ է։ Բայց ինչ տոն առանց նվերների, Երևան City սուպերմարկետների ցանցի ներկայացուցիչը, ում այս ընտանիքները քավոր են անվանում, նորից նվերներ էր առանձնացրել։ Սուրանկյան հաղորդաշարի բոլոր հերոսների ընտանիքներին ցանկանում եմ գալիք նոր տարում հաջողություն, երջանկություն, հոգսերի թեթևացում, ինչը ձեզ ամենաշատն է պետք, եւ որ առողջ լինեք, ամենակարևորը։ Շնորհակալ։ PC Electronics խանութների ցանցի տնօրինությունը, որը պարբերաբար օգնել է խեղված ճակատագրերի հերոսներին, հյուրընկալված ընտանիքներին նորից էլեկտրատեխնիկա նվիրեց։ Ցանկանում եմ, որ ընթացիկ տարիների մեջ, որտեղ որ կգնաք, ավելի բարեկեցիկ վիճակում տեսնեք այն ընտանիքներին, որոնց աջակցել եք դուք, մենք էլ սիրով ձեզ հետ կքայլենք
եւ կփորձենք աջակցել կարիքավոր ընտանիքներին։ Զուզու ընկերության ներկայացուցիչները եւ մուլտհերոսները կրկին նվերներով էին եկել ու դեռ շարունակելու են քաղցրացնել նրանց առօրյան։ 2015 թվականին նույնպես պլանավորվում է լինել ձեր նախագծում, ձեզ հետ, ձեր հաղորդման շրջանակներում եւ կամենամ, որ եկող տարին Հայաստանի Հանրապետությունում լինի միայն բարեկարգ տարի եւ նմանատիպ ընտանիքները հնարավորինս քիչ լինեն։ Տուկասա մսամթերքի արտադրամասի տնօրինությունն էլ իրենց արտադրատեսակներով կհարստացնի այս ընտանիքների ամանորյա սեղանները։ Շարունակական պատրաստակամություն է հայտնում, որ շարունակելու լինելու այն մարդկանց կողքին, որ անհրաժեշտ է կամարվում։ Ճաղերի հետևից մեր հերոսներին մշտապես օգնած վրեժը այսօր ազատության մեջ է ու նորից նրանց կողքին։ Քանի որ ժողովրդին առաջանքում եմ տեսնում, որ մենք բոլորս օգնել ենք մեր հնարավորության սահմաններում։ Ցանկանում եմ կյանքում նման օր իրենք չունենան, հասնեն այնպիսի բարձունքում, որ իրենք կարողանան օգնեն կարիքավոր ընտանիքներին։ Դարձյալ մեր հերոսների կողքին են Բումբումիկի ոչ միայն սիրված հերոսներն, այլև ձմեռ Պապն ու Ձյունանուշը, որոնց այս փոքրիկները թերևս առաջին անգամ էին հանդիպում։ Իմ թորքիկներ, թող որ այս տարին ձեզ բարիք բերի, թող որ ձեր տանը միշտ գարուն լինի։ Երբեք չդադարեք երազելուց, որովհետև երազանքները իրականանում են։ Համաձայն եք։ Այո։ Գավազանը 3 անգամ կհարվածեմ, որպեսզի իր ամանորյա կախարդանքը տարածի իմ բոլոր դորտնիկների վրա։ Մեր հերոսներից ոչ բոլորն էին կարողացել մասնակցել խնջույքին։ Ոմանց էլ չէին հրավիրել, հաշվի առնելով նրանց ընտանիքներում տեղի ունեցած դժբախտությունը։ Լենուղի գյուղում 2014-ը մոմի լույսով դիմավորած այս 6 անչափահասների հայրը բարի մարդկանց շնորհիվ վերադարձավ ընտանիք։ Նպաստը վերականգնվեց, տունն էլ կահավորվեց։ Քալաշյանների 9 անչափահասների նպաստը եւս վերականգնվեց։ Տունը կահավորվեց, նրանց հայրը մշտական աշխատանք ստացավ։ Տեսողական խնդիրներ ունեցող Բենիկին ու Գայանեին ամուսնացրեցինք։ Բնականաբար մեր բարերարների ճոխ օժիտով։ Մոր մահից հետո հոր խնամքին մնացած այս 4 անչափահասները թեև հաղորդումից հետո 4 տան առաջարկ ստացան, անգամ Երևանից, բայց ոչ մեկը չընդունեցին, պատճառաբանելով, թե չեն կարող լքել գյուղը, քանի որ մայրն այդտեղ է հանգչում։ Որոշ ժամանակ Քարանձավում ապրած Կարապետյանների համար բարերարների միջոցով հող հատկացվեց եւ տնակ գնվեց։ Տատի խնամքին մնացած այս 4 անչափահասներին Լոռու մարզպետարանը տուն նվիրեց, որը բարերարների գումարով հիմնանորոգվեց եւ կահավորվեց։ Իսկ հայրն էլ աշխատանքի անցավ։ Արսենը, որը ծնողների մահից հետո դագաղագործ էր աշխատել, բարերարների օգնությամբ սեփական արտադրամասն է բացել։ Տուն կառուցելու համար Գյումրիի քաղաքապետարանն էլ հող է հատկացրել։ Ամուսնության մի քանի առաջարկը մերժած սիրած աղջիկն էլ համաձայնել է ամուսնանալ ու այսօր նման հրաշք բալիկ ունեն։ Նախկին աղբահավաք Արսենն էլ, որը 1 սենյականոց ավերակում էր ապրում, հաղորդումից հետո 3 սենյականոց հիմնանորոգված տուն ունեցավ, մշտական աշխատանք։ Ավտովթարի պատճառով հաշմանդամ դարձած բժիշկ Կարմեն Մկրչյանը հոգատար մարդկանց շնորհիվ այսօր բուժվում է Գերմանիայում։ Ստեփանյանների ընտանիքի համար եւս տարին ուրախ ավարտվեց։ Այդ մասին կպատմենք հաջորդ տարի։ Շնորհակալ ենք մեր բոլոր բարերարներին Հայաստանում թե Սփյուռքում եւ բոլոր նրանց, ովքեր օգնել, աջակցել են խեղված ճակատագրի էջի հերոսներին։ Չենք կարող չառանձնացնել ազգային ժողովի падգամավոր Արագած Ախոյանին, գործարար Հովանես Խաչատրյանին, Vega, VLV, PC Electronics խանութների ցանցերի, Բարի Սամարացի ընկերության տնօրինությանը, հաց արտադրող Արայիկին, Ղևոնդին, Տաքսու Վաղորդ Էդգարին եւ բոլոր այն բարի մարդկանց, ովքեր այս ընտանիքներին դարձրեցին այսպես երջանիկ։ Շնորհակալ ենք։ Անկախ սոցիալական կարգավիճակից մարդու կյանքը սպասումներով լի է։ Սպասում ենք ինչ-որ մեկին, ինչ-որ բանի, բայց բոլորի սպասածը երջանկությունն է։ Սպասում ենք, որովհետև այն հասցե չունի, անսպասելի է գալիս։ Կարծում ենք նաև, թե երջանկությունն անտեսանելի է, այն զգում ենք ու վերջ։ Բայց երջանկությունը դեմք ունի։ Ի վերջո Աստծո կամոք մեկս մյուսին երջանկացնողը մարդն է։ 2014 թվականին երջանկացան նաև այս ընտանիքները։ Իսկ 2015 թվականին թող ոչ մի դուռ երջանկության առաջ փակ չմնա։
Այս ծառի մոտ շատ անցորդներ են իրենց երազանքները պատմել ու իզուր չէ, որ ժամանակի ընթացքում մատուռի տեսք է ստացել, որտեղ տեղ գտան նաև մեր երազանքները, որոնք ինչու չէ հենց 2015 թվականին էլ իրականություն կդառնան։ Տաթև Մեսրոպյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։